Նա պետք դուր։ Ոստիկանություն լսում եմ։ Ասում եմ պետք դուր մի հատ։ Да. Բարև Մաշյան, Ռոբերտ Նասիմոնյան։ Բարև պարոն Սիմոնյան, լսում եմ ձեզ։ Պարոն Մաշյան, իմ բոլոր են հաղորդումները հանցագործությունների մասին որևիցե մեկին ոչ թե մերժվել է քրեական գործ հարուցում եմ մերժվել է, այլ պարզապես բարիբուն իմաստով պարտակվել, թաքցվել է, որևիցե ընթացք չկա։ Սա մեկ։ Երկրորդը, ուրեմն Նիկոլա Փաշօղլին ինքը ուրեմն հայտարարեց, որ մինչև արդենից պատերազմ սկսել է, արդեն նախ կանխավ պետք է հանձնեին տարածքները, այսինքն կանխավ նա հայտարարեց, որ փաստացի տարածքների վաճառքը, տարածքների հանձնումը, մեր երեխաների զոհաբերումը եղել է ծրագրված, պայմանավորված, այսինքն պետական դավաճանության փաստը առկա է։ Հիմա այդ հանցագործ իդեպ, կներեք, իդեպ բոլոր համակարգերն էլ դրա մասին քաջատեղյակ են եղել, որովհետև ինքը այդ բոլորը ներկայացրել է հրապարակավ նույն այս բանի, այս լրատվական համակարգերի ներկայությամբ մասնակցությամբ։ Այսինքն ինքնախոստովանությունը առայն, որ ինքը պետական դավաճան է, դա առկա է։ Դուք պարոն Սիմոնյան, Այո։ նորություն եք ասում դուք, եթե դուք բազմիցս արդեն իսկ ներկայացրել եք։ Եթե պարոն Մաշյան, եթե ես դա նորություն չի, ապա ինձ համար արդեն իսկ տարօրինակ է, դուք դրանով փաստում եք, որ բոլոր համակարգերը դրան անմիջական մասնակցություն ունեն եւ նույն պետական դավաճանության մեղադրանքը, մեղքը բոլոր համակարգերի, ոնց որ ասած, վզով է, ճիշտ է։ Ես նման բան չեմ փաստում, եւ ձեր ընդհանրապես ներկայացրած հաղորդումն եմ ասում։ Դե ես դրա այդ հաղորդումները տվել եմ բոլոր համակարգերին ու դուք էլ դրան քաջատեղյակ եք։ Բացի դա նորից եմ ասում, բոլոր համակարգերին ներկայացված փաստերը որևիցե կերպ, որևիցե համակարգ կոչվածի կողմից չի հերքվել։ Անկամ հակառակ ասում են դա մեր լիազորությունների մեջ չի, բայց քրեական դատավարության 190 հոդվածի 4-րդ մասով նախատեսված հստակ ասում է, որ ըստ լիազորության ուղարկելու իրավասության մասին քրեական դատավարության 181 հոդվածն էլ ասում է հանցագործության մասին հայտարարություն ստանալու յուրաքանչյուր դեպքում ընդունվում է հետևյալ որոշումներից մեկը քրեական գործ հարուցելու, քրեական գործ հարուցելը մերժելու մասին եւ երրորդը հաղորդումը ըստ ենթակայության ուղարկելու մասին, բայց ոչ թե դա մեր լիազորությունների մեջ չի մտնում եւ դրանով փախն են պատասխանատվությունից։ Պարոն Սիմոնյան, մենք որ այսքան զրուցել ենք, մենք ձեզ փոխանցել ենք, որ դուք մեզ ինչ հաղորդում տալիս եք, մենք ընդունում ընդհանրապես փոխանցում ենք։ Հետագա գործարքների հետ կապված մենք ոչ մի տեղեկություն չենք կարող ձեզ հայտնել։ Այսինքն մենք ինչ անենք, լավ, այդ դեպքում թողենք պետությունը, պետականությունը ծախվի, այսինքն մասնակից եք լինում այս բոլոր հանցագործություններին փաստացի։ Այսինքն եթե մենք չենք տիրապետում են հայ ինֆորմացիային, թե հետագա գործողությունը ինչ ա լինում, մենք մասնակից ենք լինում, տենց է դուրս գալի։ Ոչ թե, բայց ոնց եղավ, մի րոպե կներեք, էլի։ Պարոն Սիմոնյան, մի րոպե։ Եթե մեր գործառույթի մեջ չի դա, մենք ստանում ենք բողոքը կամ հաղորդումը կամ հանցագործության մասին հաղորդումը, փոխանցում ենք ըստ վերադասության կամ ըստ տարածքային կարգի։ Լավ, հիմա ես ձեր հարցի պատասխանը տամ։ Ուրեմն քրեական իրավունքի մեջ հստակ օրենք կա, ըստ որի ամրագրված է, որ տուժողը լիազորված է նույն դադաղազի լիազորություններով։ Հիմա, տեսեք, ըստ էության եւ դուք եք տուժող հանդիսանում, որովհետեւ բնակվում եք Հայաստան Հանրապետությունում, ճիշտ է։ Փաստացի։ Ճիշտ է։ Եվ այն բոլոր հանցագործությունները, որը կատարվում է մեր պետության դեմ, մեր ազգի դեմ, դուք դրան անմիջական, ոնց որ ասած, հանդիսանում եք դրա տուժվող հատվածը, ճիշտ է։ Քանի որ այդ բոլոր հանցագործությունները կիրառվող մեր պետության, մեր ազգի դեմ անմիջապես անդրադարձ է կատարում նաև ձեր վրա,
ձեր ընտանիքի վրա, ձեր հարազատների վրա, ինչպես նաև ձեր վրա, ճիշտ է։ Այսինքն բոլոր տուժող կարգավիճակը, այսինքն քրեական իրավունքով ամրագրված իրավունքը անդրադառնում է իրավասություն տալիս ձեզ նաև դուք որպես տուժող հանդես գալու, այսինքն դատախազի կարգավիճակում լիազորված անձ հանդիսանալու, ինչի ինձ պիտի որպես քաղաքացու, որպես արորդու, որպես արմենական ծագում ունեցող անձի մտահոգի իմ ազգի իմ պետության շահերը ձեզ չէ։ Վերջացրեցիք թե Ես ձեր պատասխանը տվեցի, իմ կարծիքով գրագետ պատասխանը տվեցի, որ ամրագրված է օրենքներով։ Հիմա, եթե մեր պետությունը դրված է քանդման պրոցեսի, վնասարարությունների, պետական դավաճանների առկայությունը, նրանց գործունեությունը առկա է, եւ այդ նույն մեղադրանքները ներկայացված է բոլոր համակարգերին, ինչպես նաև ձեր համակարգին, եւ դուք դրան անտարբեր եք, ասում եք դա իմ լիազորությունների մեջ չի մտնում, ես պարզապես դրա պատասխանը ձեզ տվեցի, որ դուք օժտված եք նաև տվյալ լիազորություններով։ Ես պայն տարբեր բաներ եք ասում։ Ես տարբեր բաներ չեմ ասում, ես քրեական իրավունքի պարզապես դրույթներն են ձեզ ներկայացնում։ Ես ասացի, որ իմ լիազորությունների մեջ չի մտնում։ Լավ, պարոն Մեշյան, եթե թուրքը ստեղ մտավ, ձեզ չի խփելու, կամ ձեր համակարգի ներկայացուցիչներին չի սպանելու։ Չեմ կարծում, որ մտի ստեղ։ Բայց մտել է արդեն 32 տարի է ստեղ արդեն։ Փաշօղլինա, Խալիլյան Լենդրոշնա ինքը Լևոն Տեր-Պետրոսյան, Սերժիկ Նարիմանովնա ինքը Սերժիկ Սարգսյան, Ռաուֆ Սեյդօղլինա ինքը Ռոբիկ Քոչարյան, Փաշօղլինա ինքը Նիկոլ Փաշինյանը իր համակարգերով ներկայացուցիչներով։ Ինչի ընթացք չի տրվում։ Ինչի չեք միանում մեր ազգային գաղափարախոսությանը, մեր ազգային պատկանելությանը, մեր ազգային պաշտպանությանը, պահպանությանը ու ազգային ազատագրական պայքարի միջոցով ազատագրվենք մեր թշնամիներից։ Հիմա դուք նորից բերում եք նույն բաները, նորից փորձում եք ասեք, ես նորից նույն բաները դες պետքա պատասխանեմ։ Պարոն Սիմոնյան։ Հարգելի պարոն Մաշյան, տեսեք, ես ձեզ հետ հարգանքով ձեզ հետ վերաբերվում եմ, ձեզ որպես գիտակից մարդու ու կարծում եմ այդ բոլոր խնդրու առարկաները, որ այսօր ներկայացված է եւ ներկայացվում են ձեզ եւ տարիներ առաջ, տասնամյակներ առաջ այդ ամենի պատասխանը նաեւ դուք գիտեք, դուք նաեւ պետք է ինքներդ նաեւ ձեր համակարգի միջոցով գիտակից հատվածների նկատի ունեմ, ոչ թե որոնք մինչեւ կոկորտը թաղված են պետական դավաճանության մեջ նրանց գնդակահարությունը ասնելու։ Ի վերջո գնդակահարվելու են, որովհետև ազգի պետության դեմ կատարված հանցագործությունների համար պատասխանատվությունը լինելու է մեկը՝ գնդակահարություն։ Ես պարզապես ուզում եմ հասկանամ, ձեր համակարգի նաև, ասենց ասեմ, ուրիշ բառերով չեմ արտահայտվում։ Դուք ինչի չեք միանում ազգային ազատագրական պայքարին եւ այս պետական դավաճաններին գնդակահարելու, սրանց պատասխանատվության պատժի ենթարկելու գործընթացին։ Պարոն Սիմոնյան, մենք էլի անընդհատ նույն բանը պետք է շարունակենք ասենք, դուք նույնը ինձ ասեք, ես նորից ձեզի նույն պատասխանը տամ։ Ես ձեզնից ոչ թե պատասխան եմ սպասում ինչ-որ բառացի, ինչ-որ որևիցե ձևով ենթադրաբար կամ ենթադրյալ տեսակետ արտահայտելու, ոչ, ես ձեզնից պարզապես գործողություն եմ ակնկալում, որովհետև այսօրվա բոլոր այս համակարգ կոչվածները Փաշօղլիով նորանշանակ կոչված գործակալ Վահագով եւ այլն, դրանք բոլորը պետական դավաճաններ են եւ պետության դեմ կատարում են հանցագործություն։ Ես կարծում եմ, որ դուք նաեւ, տեսեք, կարծիքի տեսքով էդ եմ ասում, որ դուք գիտակցաբար պետք է հասկանաք եւ դուրս գաք ձեր ազգի, ձեր պետության, ձեր ինքնության, ձեր բնորանի պաշտպանության գործընթացին, որի մեջ ներառված է նաեւ ձեր ավանդույթը, ձեր մշակույթը, ձեր լեզուն, ձեր հոգեվորը, ձեր սրբությունները։ Ուրեմն մենք արդեն դա բաղնիցս լսել ենք։ Հիմա ես հենց մի
բան եմ խնդրում, եթե դուք ունեք ինչ-որ նոր բան ասելու կամ հաղորդում։ Հասկացան, հաղորդումը տամ ձեզ, լավ, հասկացա, ես հասկացա ձեզ, պարզապես ես հասկանում եմ նաև ձեր ոնց որ ասած որոշակի սահմանված կարգով ոնց որ ասած պատասխաններին, ես ոչ թե պատասխան եմ ձեզնից ակնկալում նախ, ես ասեցի ձեզնից արդեն գործողություն եմ ակնկալում։ Մյուսը, ես կոնկրետ հիմա հանցագործության մասին հայտարարություն տվեցի, որ փաստացի Փաշօղլին ինքը հրապարակավ հայտարարում է եւ դրա վերաբերյալ ես ուսո տեսագրությունը ներկայացրեցի։ Դուք դա արդեն իսկ տվել եք նույն հաղորդումը։ Ուրեմն որպես պետական դավաճանի համապատասխան ընթացիկ Հիմա ես խնդրում եմ ձեր բոլոր հաղորդումները, եթե նորը պետքա տա, խնդրում եմ գրավոր ուղարկեք։ Ես հայտարարություն հանցագործության մասին տվեցի։ Հաղորդումը ըստ ենթակայության քրեական դատավարության 190 հոդվածի 4-րդ մասով նախատեսված, հաղորդումը քրեական դատավարության 171-ով էլ ամրագրված, որ հանցագործության մասին հայտարարությունները ուղարկվում է ըստ ենթակայության։ Դուք ուղարկեք ըստ ենթակայության ու գրավորից պատասխանեք, որ հաղորդում ուղարկվել է ըստ ենթակայության։ Ես մինչև այդ հաղորդումը տվել էի նաև այն մանի մասին, որ փաստացի Փաշօղլին ինքը իմացել է Արմենչիկ Սարգսյանի անօրինական ապօրինի լինելու հանգամանքը եւ նա համատեղ այդ բոլոր համակարգի ներկայացուցիչների հետ պետականություններ ծախում վերացնում էր միջազգային որպես իրավունքի սուբյեկտ Հայաստանի պետությունը։ Դա եւս պետական դավաճանություն է, վնասարարությունն է եւ։ Ուստի նշված հանցագործության մասին եւս ամրագրեք եւ ուղարկեք ըստ ենթակայության։ Հիմա կամրագրենք եւ կուղարկենք, ունենք ավելացնելու բան։ Ես սպասում եմ որոշմանը, որ ուղարկվել է ըստ ենթակայության իմ հաղորդումները։ Որոշման տեսքով, ոչ թե ծանուցագրի կամ ոչ թե ծանուցման, ոչ էլ տեղեկանքի։ Ես լսեցի, հասկացա, հիմա ուզում եմ հասկանամ, ունեք ավելացնելու բան։ Ոչ, արդեն ասեցի, մնացածը ոնց որ ասած հաջորդ դասին ոնց որ ասում են։ Շատ շնորհակալություն։ Նմանապես բարի ծառայություն։ Հիմա զանգում ենք ազգային անվտանգություն կոչվածին։ Բարոյ։ Ում եք խոսում։ Հա, հասկացա, մենք էլ ձեզ ենք լսում, ուզում ենք հասկանանք ում եք խոսում։ Ծառայության երթապայի։ Հա, ձեր ազգանունը կասեք։ Մենք ներողություն չենք ներկայանում, լսում։ Բազմիցս ներկայացել եք, այսօր խռովել եք, հա։ Չէ, չխռովել։ Դե որ չեք խռովել, ասեք, օրինակ ես Սիմոնյան Ռոբերտն եմ, ասեք ներկայանում եմ։ Լավ, չեք ուզում հաղորդումը տամ։ Ուրեմն Նիկոլ Փաշինյան կոչվածը ինքը Նիկոլ Փաշօղլին հրապարակավ հայտարարեց լրատվական համակարգի անմիջական մասնակցությամբ, որ ինքը կանխավ արդեն իսկ գիտեր եւ բազմիցս դրա մասին ինքը ասել է ըստ նրա, որ փաստացի տարածքները պետք է հանձներ, այսինքն նա միտումնավոր տարածքները ծախել է եւ մեր ոսկե սերուցքին տարել է զոհաբերել է որպես մատաղացու ոչխարներ։ Այսինքն նա կատարել է պետական դավաճանություն, որին մասնակից է բոլոր համակարգերը, այդ թվում նաև դեպուտատ կոչվածները։ Հաղորդումը հանցագործության մասին, պետական դավաճանության մասին։ Ուրեմն բողոքները տարբեր ժամանակահատվածներում տրվել է ձեզ։ Նախ որևիցե օրենքի սահմանված կարգով, այսինքն որոշմամբ, էլի, որովհետև հանցագործության մասին հայտարարություն ստանալու յուրաքանչյուր դեպքում ընդունվում են հետևյալ որոշումներից մեկը. առաջինը քրեական գործ հարուցելու մասին, երկրորդը քրեական գործ հարուցելը մերժելու մասին եւ երրորդը հանցագործության մասին հայտարարությունը ըստ ենթակայության ուղարկելու մասին։ Ես որևիցե որոշում առօրը չեմ ստացել։ Դե ես հաղորդումը ձեզ հաղորդեցի, դուք ուրեմն քրեական դատավարության 176 հոդվածի, 177 հոդվածի համաձայն
Առիթների հիմքերի արկայության դեպքում հետաքննության մարմին քննիչ դատախազ պարտավոր են հարուցել քրեական գործ։ Առիթներն են մյուս հոդվածով կոնկրետ ասում է սերտականության հոդվածները ցիտեցի ձեզ։ մոտեցել եք իշոր ոստիկանություն։ Ուրեմն այո, ուրեմն նաև դատարան, այո, որևիցե ես որևիցե որոշում չեմ ստացել ձեր համակարգի կոչում։ Հիմա ձեր համակարգի կողմից կարդամ ինչ եմ պատասխանել, որ դա մեր լիազորությունների մեջ չի մտնում։ Այսինքն բաում լավ, մի րոպե, քրեական դատավարության 150 հոդվածի 4-րդ մասով նախատեսված քրեական օրենսգրքով արգելված արար կատարած անձնավորությունը կամ համակարգը ըստ ենթակայության կամ ըստ լիազորության ուղարկում են հաղորդումը հանցագործության մասին։ Քրեական դատավարության նորից ցիտել 171 հոդվածի 3-րդ մասով նախատեսված հաղորդման հանցագործության մասին հայտարարություն ստանալու յուրաքանչյուր դեպքում ընդունվում է հետևյալ որոշումներից մեկը, որից երրորդը ըստ ենթակայության ուղարկելու մասին է։ Ձեր լիազորությունների մեջ չի ուղարկեք ըստ լիազորության իրավասության։ Թե համակարգը որպես այդպեսին գոյություն չունի։ Ես հաղորդումը տվեցի հանցագործության մասին, դա կդիտվի կամ պարտակում կամ թաքցնում։ Էսել ստեղ դրեցին թռան։